Հայաստանը քայլ-քայլ շրջափակում է, հաղթահարում է։ Էլի ու էլի Փաշինյանը գոհ է Ալիևից դեպի Հայաստան բեռների տարանցման սահմանափակումը հանելու համար, թեև երկրորդ օրն են դիմադիր դաշտում քննարկում ու քննադատում են, թե Հայաստանը միջանցքը զիջեց, որ Ադրբեջանը թույլ տա Ղազախստանից մի բուռ ցորեն բերել։ Հայաստանում կան ինստիտուտներ, կազմակերպություններ, քաղաքական փիլիսոփայություն, որը ինքը ապրում է Հայաստանի կործանման բանաձևի մեջ, այսինքն իր հարաբերության ձևը, իր գործունեության ձևը, իր գործունեության օբյեկտը կործանվող Հայաստանն է։ Եթե Հայաստանը չի կործանվում, գործունեության դաշտ չկա։ Անդիմախոսներին հորդորում է ականջը սահմանին պահել, կրակոցներ չկան, ասում է, տևական ժամանակ, եւ ոչ ոք դա չի արձանագրում։ Ոչ մեկ ամեն օր չի վեր կենում, ասում վայ, այսօր էլ մեր գյուղում կրակոցի ձայն չլսվեց, այսօր էլ չլսվեց, այսօր էլ չլսվեց, բայց մենք ամեն օր այդ ինֆորմացիան ունենում ենք։ Խնդիրներ էլ կան, չի հերքում, բայց վստահ է, որևէ մեկն իրենից լավ դրանց չի տիրապետում։ Մեկնօրինակ, թե ինչու է դրսում խնդիրների բախվում հայկական կոնյակը։ Կոնյակ ենք տանում, ոնց մեզ չեն թվում, բա ասում եք բան, լավ հարաբերություններ ունեք բանի հետ, Եվրամիության հետ։ Բա կոնյակ ենք տանում, հայկական կոնյակի ճամփեն փակա Եվրամիությունում։ Հայկական կոնյակ հասկացություն չի կարող լինել, Ժորժ ջան, չի կարող լինել։ Ասում են, ոնց որ չի կարող լինել Դիլիջանի ջերմուկ, որ հիմա Դիլիջանում ջերմուկ հանքային ջուր արտադրեն։ Կլինի տենց։ Հումորը հումոր, բայց երևանցիների համար լավ լուրով է գործադիր եկել քաղաքապետը։ Երևանի սրտում կկառուցվի Կասկադի համալիրի բացակայող հատվածը եւ այդ հատվածը կստանա ամբողջական տեսք միացնելով ստորին եւ վերին հատվածները։ Կասկադի նորոգման ծրագիրն իրականացնելու է հենց Երևանի քաղաքապետարանը, բայց մինչև այդ Նուբարաշենի աղբավայրի խնդիրն է մայրաքաղաքի համար առաջնային։ 75 տարվա խնդիր է, ասում է Ավինյանը, բայց լուծումներն ընթացքի մեջ են։ Նուբարաշենի աղբավայրի եղած աղբավայրի որոշակի, այսպես ասած, վերամշակման, նախնական վերամշակման process-ի հետ կապված նոր ծրագիր պետք է ներկայացնենք։ Եվ վերջում Ավինյանն ասում է, սիրով վարչապետի հետ կմասնակցեր Կիրակի օրվա պատարագին, որ խոստացել է մատուցել կարգալույց հռչակված Հովանավանքի նախկին քահանան, բայց ցանկությունն իրականություն չի դառնա, որովհետև գործուղման է։ Շնորհակալ եմ։ Էրմինե Ղարիբյան, Ալեքսանդր Կիրոյան, Էպիկենտրոն։